Ընդհանրապես էական չի, ես բանի նախարար, փոխնախարար, մեր դիրքորոշումը է տվեք, մենք հարցադրում ենք արեք ձեր ծրագրերից օգտվող շահառուները իրենց բողոքի ձայնն է բարձրացնում, ձեր մոտ որևէ այդ ծրագրերի մասով որոշ փոփոխություն անելու մասով քննարկում եղել է, իրանք ասել են չէ, որտեղ բազմիցս անգամ տարբեր ծրագրեր ենք ներկայացրել, դե մեզ այդ պատասխանն է։ Ինի կապ չունի այդ պատասխանը ասում են փոխնախարարը, քննախարարը, որևէ էական տարբերություն չկա։ Նախարարության ներկայացուցիչ չէ, պատասխանը նա, որ եղել է շաբաթ, կիրակի օրեր, որևէ քննարկում մեր մոտ չի եղել։ Մենք էլ հստակ մեր դիրքորոշում ենք ասել, եթե ձեր շահառուները 10-15,000 մարդ հրապարակում իրենց բողոքը բարձրացնելը, պարտավոր է եկեք 5 ժամ քննարկում անեք ու հասկանայք խնդիրը չունի։ Բաժնի պետը այն պատասխանատվության չափը չունի, այսօր ձեր առջև նստի ու այն 10-15,000 հոգու մարդու համար պատասխանատվություն կրի կամ պատասխան տա։ Ինքը կարող ասին իրանց ներքին քննարկումների մասին, որ քննարկում չի եղել, բայց կարող է նաև քննարկում եղել ու ինքը իրավասու չի մեզ հայտնելու քննարկում եղել, թե ինչ ոճի է եղել այդ քննարկում։ Դրա համար ասում եմ, չարժեր բաժնի պետի հետ արել եք, լավ եք արել, բայց չարժեր բաժնի պետի հետ նստել, մեր բողոքը այսօր բաժնի պետերի հետ չի։ Մեր բողոքը քաղաքական որոշում կայացնում։ Մեզ պետք է նախարարության ներկայացուցիչ։ Այո, մեզ պետք է դիրքորոշումը հայտնել, նախարարության ներկայացուցիչ իր դիրքորոշումը հայտնել, եթե հայտնել են մամլոք խոսնակը թե նախարարը, այս բայդրությամբ, որը էական բան չի փոխվում։ Հաստատ այն որ նախարարությունը հանրահավաքից հետո որևէ փոփոխություն չի եղել։ Տեխնիկական խնդիրների պատճառով չէր ձայնագրվել, որ խնդրեմ կասեք հանդիպման արդյունքները։ Ձայնը չի լսվում։ Կանեցի զրույց է, էլի հաստատվեց չի։ Չէ, ասեք ինչ պատասխան, ինչ արդյունք ունենք։ Պատասխանը հետևյալն նախարարության ներկայացուցիչները հայտնեցին իրենց դիրքորոշումը, որ հանրահավաքից հետո մեր հարցադրումը հետևյալն է, որ այդ ծրագրի շահառուները փաստ արձանագրեցինք մայիսի 29-ին, որ մեզ դժգոհություն են հայտնում։ Դետալային քննարկում որպես այդպիսին ծրագրի ընկերների մասով չկա, մենք ուղղակի մեր հարցադրումը հետևյալն է, որոշակի քննարկումներ կա այդ ծրագրերը փոփոխության ենթարկելու մասով։ Այս դիրքորոշումը այն է, որ կոնկրետ բնակարանի ծրագրերի մասով որևէ փոփոխություն չի լինելու, իսկ մնացածի մասով կներկայացնեն, ասինքն հասկացանք, որ որևէ քննարկում հանրահավաքից հետո այս բանը չի եղել։ 40+10 ծրագիր, կարճաժամկետ ծրագրի երկարացում որևէ բան։ Ասել եմ, որ ամենօրյա ռեժիմով այդ ծրագրերը իրենց հետաքրքրության շրջանակում քննարկում են աշխատանքային քննարկումներ եւ այլն, բայց մենք հասկացանք, որ ասում եմ, որ հանրահավաքից հետո որևէ լուրջ քննարկում չի եղել։ Որևէ ժամկետներ Որտեղ շաբաթ 3 էր եւ այլն։ Որևէ ժամկետներ ներկայացրեցին, որ այդ ժամկետներում գոնե պատասխան։ Ասացին, որ փոխանցեք մենք դիրքորոշում կարող։